Ըստ իս իրականում այդ գլխավոր դատախազ մյուս առանցքային պաշտոնյաների համար նաև դատական իշխանության այդ բարձրագույն դատական խորհրդի համանդրական դատան վերևում կանգնած արձանների համար ինչ-որ իրավիճակ կփոխվի, երբ մեր երկրում քաղաքական բալանս հաստատվի այն իմաստով, ինչպես նշեցիք Միացյալ Նահանգներում, 1-2 հաճախ սենատորների կամ կոնգրեսականների տարբերությամբ իշխանություն է փոխվում։ Այդ բալանսը երբ Հայաստանում հաստատվեց, երբ սահմանադրական մարմինների ղեկավարները, անդամները նշանակվեցին կոնսենսուսով, ուզես թե չուզես կոնսենսուս ձեռք բերելու կանոնով, այդ պարագայում ես վստահեցնում եմ այդ անկախ հանձնաժողովների, Կենտրոնական բանկի, Բարձրագույն դատական խորհրդի, դատավորների բերիմացյանների անդամները կլինեն լրիվ այլ տրամադրվածությամբ եւ կախվածությամբ։ Այդ կախվածությունը գիտեք մշտապես էլ ինչ-որ չափով կա, Միացյալ Նահանգներում կա, բայց եթե մեր մոտ դա մշտապես այդ մի հետևյալ ուժն է, Միացյալ Նահանգներում մի բարձրահասակ, մի գերագույն դատարանի անդամին կամ մեկին չի ասենք, 3-ին դեմոկրատներն են նշանակել, 4-ին ասենք հանրապետականներն են նշանակել եւ մշտապես էլ չեմ ասում ավելի ներքև, եթե նահանգային մակարդակում խոսենք իրենց դատախազների եւ դատավորների, քաղաքական այդ տարբերությունն ու հակվածությունը բաժանում է դեմոկրատներ եւ հանրապետականներ եւ դրանց կողմից նշանակվածներ համատարած է եւ մենակ այն պատճառով չի, որ ավելի հասուն են, ավելի ժողովրդավար են եւ այլն կա նաեւ այդ տնտեսական եւ քաղաքական բալանսի հանգամանքը, որը մի տեղ միանշանակ կատարում է։ Վերջին դեպքերն էլ եթե չգիտեմ, եթե ակտիվ հետևողներն են Միացյալ Նահանգների նորություններին գիտեն, որ վերջերս իրական մարմիններից իմիգրացիոն հարցերով զբաղվող իրական մարմինների ներկայացուցիչներից մեկը զրկել էր կյանքից մեկին, ով ըստ այդ իրական մարմինի աշխատակցի փորձել էր վրաերթի ենթարկել իրեն, այնտեղ տարբեր վեճեր կա, այդպես չէր, դրա մեջ չեմ ուզում խորանալ, նախագահի մակարդակով, որը հաճախ չի լինում Միացյալ Նահանգներում, իր խոսնակի այդ բանի դիպարտմենտի այդ կոնկրետ գերատեսչության ղեկավարի մակարդակով բոլորը կանգնեցին ի սկզբանե պաշտպանելով կրակողին, այսինքն իրական մարմնի աշխատակցին, ի սկզբանե այդ սխալը կատարելով թե քննությունում կգնաք հաստատվի չի հաստատվի, ես այսօր բրիտանական տելեգրաֆներ, եթե չեմ սխալվում, դրա վերաբերյալ որոշակի ինֆորմացիա էր հրապարակել, մի շարք քննիչներ, հետաքննիչներ, դատախազներ այն հանգամանքով պայմանավորված, որ իրենց ճնշում են անել այսպես կամ այնպես, այդ գործի հետաքննության մասով մի շարք ասելով 1 չի, 2 չի, 3 չի, ուղղակի դուրս են եկել աշխատանքից եւ չեն կատարել այդ պահանջը, որը ակնհայտ է բոլորի համար, որ քաղաքական պահանջներ են։ Հələ իրենց պարագայում ուզում հիշեցնեմ, որ կա այս interim elections կոչվածը, որը այս մոտակա ժամանակահատվածում լինելու է եւ շատ հնարավոր է քաղաքական բալանսի փոփոխություն լինի եւ հակառակը պրոցեսը գնա օրինակ այդ քննության արդյունքում բարձվի անձը մեղավոր եւ ենթարկվի պատասխանատվության։ Այսինքն ասածս որն է, ոչ թե խնդիրը մեր մեջ է, որ մեր ազգը բոլորս վատն ենք, զարգացած երկրներում բոլորը լավն են, այլ շատ էական է, որ մենք նաեւ մեր բնակչության ընտրություններին մասնակցելու բարձր աստիճանի շնորհիվ հասնենք այդ քաղաքական բալանսի, որևէ իշխանություն նման լկտի ամբռնազբոս եւ հանցագործ ոնց որ այսօրվանն են չի կարող լինել, անգամ եթե դա ֆաշիստական ռեժիմ լինի, չհասնենք բռնություններին եւ այլն, եթե նկատում ենք գաղափարապես լինի ֆաշիստական։ Եթե այդ քաղաքական բալանս, այսինքն այդ ձեռքը բռնողը ձեռքին խփող, այդ քաղաքական ուժի աստիճանը այդ մակարդակի լինի։ Հիմա նույն դատականում, եթե հիշեք, ամեն ինչ այսքան վատ չէր տարիներ առաջ, նկատվում եմ առնվազն ենթարկվելիության առումով։ Հələ հակառակը, երբ իշխանապողությունը տեղի ունեցավ 18 թվականին, ունենք իրավիճակ, երբ մեծամասնությունը պաշտոններով նշանակված էր նախորդ իշխանության կողմից, գործադիր իշխանությունը կտրուկ հակառակ մարդիկ էին իրականացնում եւ ինչ-որ ժամանակ կար, անգամ այս իրավական հանրույթի մեջ խոսում էին այսպիսի անկախ վիճակ երբեք չի եղել, բայց մարդիկ չէին գիտակցում, որ այդ հենց այդ քաղաքական բալանսի կարճ ժամանակն էր, որ մենք ունեցանք, եւ բոլորը չեն նշանակված այդ բանին այդ օրը գործող իշխանության կողմից։
Ինչ արեցին այս իշխանությունները, ընդունեցին տարբեր հակասահմանադրական օրենքներ, կհիշենք սահմանադրությունը հակասահմանադրական եղանակով փոփոխեցին առանց սահմանադրական դատարան ուղարկելու, հետո այդ սահմանադրական դատարանը մարսեց այդ հակասահմանադրական քայլերի որոշումներով, փոխեցին մեծ մասին վերինացանների դատարանների, ընդունեցին տարբեր օրենքներ, այսպես թափով կրճատեցին ներքևի դատարանների դատավորներին, կհիշենք քրեական դատարանների հետ տեղի ունեցած հանգամանքը, երբ կալանքի դատավորներ եղան, հետո դրանք դուրս եկան, հետո մի մասին հեռացած ստեղծեցին անվերջ թափուր տեղեր եւ լրացրեցին նոր մարդկանցով, ավելի իրենց տորյալ մարդկանցով եւ այլն եւ այլն։ Հիմա սա է, իհարկե սրա պատասխանը նաեւ նոր իշխանության գալու պարագայում ես կարծում եմ դպրոցական ժամանակվանից կրթության մեջ է իրավունքների նկատմամբ ավելի պահանջատեր հասարակություն ձևավորելու առումով, որպեսզի այս տիպի ամենի խախտման մասով ինքնաբուխներ մոտ մարդիկ պետք է դուրս գան փողոց եւ դժգոհություն արտահայտեն։ Բայց սա տարիների երկար ժամանակների ավելի շատ հարց է։ Եթե մենք խոսում ենք համակարգի մասին, մենք պետք է նպատակ դնենք, հասնենք մեխանիզմները շատ կարող են լինել, տարբեր կարող են լինել այդ քաղաքական բալանսին եւ բաժի անխուսափելիության հանգամանքին առնվազն այն առաջին շարքում են կարկառում հրաման տվողների կամ վճիռ կայացնողների մասով ու մասով կասկած չկա, այսինքն 50-50 չի այս դատավորը պատվեր է կատարել, թե չէ, այս դատավորի մասով կան տվյալներ, թե չէ։ Բնական է խոսքը գնում է իրավական ճանապարհների մասին, երբ որ դրանք կապացուցվեն այսօրվա գործող օրենսդրությամբ։ Բայց այդ մարդկանց մասով միանշանակ պետք է լինեն քայլեր։ Չեղան այդ քայլերը, դա լինելու է օրինակ նոր դատավորներ դարձած մարդկանց համար, որ ինչի գնան ռիսկի հակառակվեն առկա օրվա իշխանությունների, չկատարեն այդ քաղաքական պատվերը, գնան տուն, կոպիտ ասած կարիերան վատնեն եւ չիմանան ինչի համար։ Եթե խոսենք, մի կողմ դնենք արժեքային հանգամանքը, հա։ Իսկ երբ որ այդ օրը կգա, որ այդ սառը հաշվարկը արդեն կլինի կատարել, մարդիկ կլինեն ճաղերի հետևում, ովքեր քավերներն են, հա, բոլորի դեմքերը անգիր բոլորը գիտեն այս ապօրինությունների, ես կարծում իրական փոփոխություններ շնորհիվ կլինեն։